Ողջույն հարգելի հետևորդներ, այսօր տաղավարում զրուցել եմ Ապրի Արմենիա հետազոտական կենտրոնի ավագ փորձագետ Բենյամին Պողոսյանի հետ։ Բարև ձեզ, Բենյամին, շնորհակալություն մեր հրավերը ընդունելու համար։ Բարև ձեզ, շնորհակալություն հրավերի համար։ Բենյամին երեք պարզ դարձավ, այսինքն Հայաստանն եւ Ադրբեջանը հայտարարեցին խաղաղության համաձայնագրի տեքստը ավարտին հասցնելու մասին, այսինքն նրանք համաձայնեցրել են վերջին երկու կետերը, որոնք երկար ժամանակ բաց էին մնում, խոսքը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով երրորդ ուժերի տեղակայման մասին էր եւ հայցերի հետ քաշման միջազգային ատյաններից, ինչպես է գնահատում այս համաձայնությունը եւ սա արդյոք կարեւոր քայլ է դեպի խաղաղություն։ Իհարկե սա քայլ է դեպի խաղաղություն, բայց չի ասի կարևոր, որովհետև նախ ֆիքսենք, որ հայ-ադրբեջանական հարաբերությունները կամ հակամարտությունը բաղկացած է մի քանի բլոկներից եւ այստեղ խաղաղության պայմանագիրի միակ բլոկը չէ։ Կա նաեւ հաղորդակցության ուղիների ապաշրջափակման կամ ավելի կոնկրետ ասած Զանգեզուրի միջանցքի բացման հարցը, կա սահմանների դելիմիտացիայի հարցը, կա Արևմտյան Ադրբեջանի հարցը եւ մի շարք այլ հարցեր։ Հետեւաբար խաղաղության պայմանագիրը ինքնին չի կարող բոլոր հարցերը լուծել, ես կասել մի շարք էական հարցեր դուրս են մնում խաղաղության պայմանագրից։ Սակայն եկենք նաև հստակ ֆիքսենք, որ համաձայնագրի տեքստի ֆիքսումը կամ համաձայնությունը տեքստի վերաբերյալ եւ համաձայնագրի ստորագրումը դրանք լրիվ տարբեր բաներ են։ Մեկը մյուսից բոլորովին չի բխում եւ եթե մենք լսենք ինչ էին ասում Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնատար անձինք, թե մինչեւ 2025 թվականի մարտի 13-ը եւ թե 2025 թվականի մարտի 13-ին եւ 14-ին ակնհայտ է, որ մենք դեռևս շատ հեռու ենք խաղաղության պայմանագրի ստորագրումից, որովհետև երկու նախապայման կա խաղաղության պայմանագրի ստորագրման համար, առայժմ կա երկու նախապայման։ Մեկը դա սահմանադրության փոփոխությունն է, մյուսը ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը։ Ընդ որում եթե երկրորդը տեխնիկապես ճակերտավոր հեշտ լուծելի հարց է, այսինքն հենց վաղը Հայաստանը եւ Ադրբեջանը կարող են համատեղ դիմել ԵԱՀԿ-ին եւ խնդրել կամ առաջարկել լուծարել Մինսկի խումբը, ապա նոր սահմանադրության ընդունումը նույնիսկ տեխնիկապես հնարավոր է իրականացնել առնվազն 1.5 տարի անց։ Սա ներողություն կարող ենք ֆիքսել, որ մինչև սահմանադրական փոփոխություն տեղի չունենա ըստ Ադրբեջանի, ապա Ադրբեջանը չի պատրաստվելու խաղաղության պայմանագիր ստորագրել։ Դա միանշանակ է եւ դա հստակ նորից եմ ասում էր թե նախկինում եւ թե երեկոյան Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական հայտարարության մեջ, ինչպես ասում են սև ու սպիտակի վրա գրված էր երեկոյան, որ համաձայնեցված տեքստի ստորագրման նախապայմանը դա Հայաստանի սահմանադրության փոփոխությունն է եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը։ Ընդ որում, եկեք նաեւ մի բան ֆիքսենք, որ ոչինչ չի խանգարում Ադրբեջանին մի բան մտովի պատկերացնենք մենք 2026 թվականի երկրորդ կեսում ենք, Հայաստանում արդեն կա նոր սահմանադրություն, որի տեքստը լիովին բավարարում է Ադրբեջանին։ Այդ սահմանադրությունը ընդունվել է եւ Հայաստանն էլ հայտարարում է, որ սահմանադրության ընդունման հաջորդ օրը կամ սահմանադրությունը ուժի մեջ մտնելու հաջորդ օրը պատրաստ է դիմել ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու համար։ Այո։ Որևէ բան չի խանգարում, որպեսզի Ադրբեջանը չհայտարարի, որ քանի դեռ 150,000 ադրբեջանցի չի վերադարձել Հայաստան, խաղաղության պայմանագիր ես չեմ ստորագրել։ Կամ մի վերջը կոմունիկացիաների թեմա կամ սահմանազատման։ Կամ մինչև չբացվի միջանցքը։ Հետևաբար նախ այս պայմանությամբ տեխնիկապես խաղաղության պայմանագիրը չի կարող ստորագրվել առնվազն եւս 18 ամիս, իսկ իմ գնահատմամբ ընդհանրապես չի կարող ստորագրվել եւ մենք մի քանի անգամ այս նաեւ տաղավարում խոսել ենք, որովհետեւ Ադրբեջանը ունի 0 ցանկություն այդ փաստաթուղթը ստորագրելու։ Իսկ տեսեք, այստեղ այս համաձայնությունը տարընթերցման տեղի կտալիս, այսինքն հնարավորություն կա, որ կողմերը տարբեր կերպ մեկնաբանեն ինչ որ այլ դրույթներ։ Տեսեք, քանի որ պայմանագրի տեքստը հրապարակված չէ, ընդ որում հրապարակված չէ թե Ադրբեջանի եւ թե Հայաստանի կողմից, իհարկե տարընթերցումներ միշտ հնարավոր են, որովհետեւ ես չեմ բացառում, որ երբ երկու կողմերն հրապարակեն տեքստերը եւ սովորաբար նման դեպքում բացի հայերենից եւ Ադրբեջանից ընտրվում է մեկ այլ լեզու, որը համարվում է այսպես ասած հիմնականը տարընթերցումների դեպքում, տվյալ պարագայում դա կարող է լինել կամ ռուսերենը կամ անգլերենը։ Այո, չկա ոչ մի երաշխիք, որ օրինակի համար այդ փաստաթղթի հրապարակումից հետո Ադրբեջանը չի ասի, որ ըստ փաստաթղթի, չգիտեմ, 14-րդ հոդվածի Հայաստանը պետք է անի սա։ Ինչպես Հայաստանը կարող է, այո, հիմա մենք տեսնում ենք, թե ինչ տարբեր տարընթերցումներ կան 2020 թվականի նոյեմբերի 9-ի վերաբերյալ։ Հետևաբար եկեք ֆիքսենք, խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումը բոլորովին չի նշանակում, որ այդ համաձայնագիրը երբևէ ստորագրվելու է։ Այս պայմանությամբ հստակ կարող ենք ֆիքսել, որ առաջիկա գոնե 12-ից 18 ամիսների ընթացքում այն չի ստորագրվելու, բ. Միշտ կա վտանգ, որ համաձայնագրի տեքստի հրապարակումից հետո երբ գա
վավերացման պահ, խորհրդարան, սահմանադրական դատարան եւ այլն կարող են տարընթերցումներ առաջանալ պայմանագրի տեքստի վերաբերյալ եւ երրորդը ես նշեցի, նույնիսկ եթե Հայաստանը բավարարում է այդ երկու նախապայմանները, այսինքն մեր սահմանադրությունը փոխվում է, իհարկան Մինսկի խումբը լուծարված է կամ մենք պաշտոնապես դիմել ենք, որ այն լուծարվի, ոչինչ չի խանգարում Ադրբեջանին, որպեսզի նոր նախապայման առաջ քաշի, դա կարող է լինել Զանգեզուրի միջանցքի բացումը, դա կարող է լինել Արևմտյան Ադրբեջանի ստեղծումը Հայաստանի Հանրապետությունում, ասենք Արևմտյան Ադրբեջան ինքնավար միավորի տեսքով, դա կարող է լինել պահանջ հետ վերադարձնել Հնդկաստանի եւ Ֆրանսիայից ստացված զենքերը, այսինքն ցանկացած պահանջ Ադրբեջանը կարող է առաջ քաշել եւ ասել մինչեւ դա չանեք չեմ ստորագրում։ Լավ, խոսեք մի փոքր լավատեսական սպասումներից, օրինակի համար դուք նշեցիք ձեր խոսքում, որ շատ կարևոր քայլ չէ, բայց այնուամենայնիվ կարևոր քայլ է դեպի խաղաղություն, այ մեզ համար սա ինչ կարևորություն ունի, որովհետև հաշվի առնելով, որ ընդհանրապես Ադրբեջանում պատերազմի մասին խոսում, սա կարող է գոնե առնվազն կանխարգելել դրա ռիսկերը գոնե որոշ ժամանակով։ Տեսեք, ես իհարկե չգիտեմ ինչ տրամաբանությամբ են մեր իշխանությունները կամ կառավարությունը եւ վարչապետն էլ նշեց, որ անվտանգության խորհրդում քննարկում է եղել եւ իրանք որոշել են, որ պետք է դադարեցնել այսպես ասենք email-ային դիվանագիտությունը, երբ որ տեքստեր էին փոխանակվում եւ համաձայնվել։ Ես չգիտեմ ինչ տրամաբանություն է ընկած կառավարության որոշման հիմքում, որ համաձայնում ենք Ադրբեջանի պահանջներին եւ ասենք շատ լավ, այս տեքստն եք ուզում, այս տեքստին համաձայնենք, բայց դերևս առողջ բանականությունը ենթադրում է, որ գուցե այդ քայլի հիմքում ընկած է հենց այն գնահատականը կամ հույսը, չասենք հույսը մի քիչ քաղաքագիտական կամ քաղաքական տերմին չէ, այն գնահատականը կամ հաշվարկը, որ այո, նույնիսկ խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումը ինչ որ չափով կարող է նվազեցնել հնարավոր նոր հարձակումը Ադրբեջանի կողմից։ Դա իրատեսական է։ Այդ հարցը բավականին բարդ է եւ տեսեք ամբողջ խնդիրն այն է, որ չկան հստակ չափորոշիչներ ֆիքսելու համար, թե որքանով է նվազեցնում։ Հիմա ենթադրենք նոր ադրբեջանական ռազմական էսկալացիայի հավանականությունը պետք է գնահատել 0-ից 100 բալ սանդղակով։ Դիցուք մենք ենթադրում ենք, որ ներկայումս այդ հավանականությունը 50 բալ է։ Հիմա երբ փորձում ենք հասկանալ այս հայտարարությունը, որ տեքստը համաձայնեցված է, ինչքան է նվազեցնում, 50-ից դարձնում է 49, 39, 29, 47.5, ես անկեղծ չեմ կարծում, որ որևէ մեկը կարող է դրան հստակ պատասխան տալ, որովհետև չկան հստակ չափորոշիչներ։ Մենք ընդհանրապես կարող ենք ենթադրել, որ ինչ որ չափով գուցե նվազեցնում է այդ էսկալացիան, բայց նորից եմ ասում, արդյոք եթե էսկալացիայի հավանականությունը գնահատում ենք 50 բալ, որևէ մեկը եթե հստակ ասի, որ այսօրվանից այդ 50-ը իջել է 25, այդ դեպքում նա պետք է հստակ ներկայացնի իր չափորոշիչները, ինչի հիման վրա է նման գնահատականներ տալիս։ Բայց մի բան հստակ է, որ եթե նայում ենք վերջին 12 ամսին ադրբեջանական բանակի ինտենսիվ զորավարժությունները, թե զուտ ադրբեջանական բանակի, ադրբեջանա-թուրքական, այլ բազմակողմ, Ադրբեջանի տարածքում, Նախիջևանի ինքնավար հանրապետության տարածքում, Թուրքիայի տարածքում, եւ տեսնում ենք, թե ինչ ինտենսիվ ռազմական գնումներ է կատարում Ադրբեջանը եւ ինչ ինտենսիվ է աճում Ադրբեջանի ռազմական բյուջեն։ Ըստ նաեւ նման գնումներ անում են ենթադրում եմ նաեւ Հայաստանը։ Այո, նման գնումներ անում են նաեւ Հայաստանը, բայց հիմա կարծում եմ մենք երևի թե չենք դիտարկի այն տարբերակ, որ Հայաստանը պատրաստվում է հարձակվել Ադրբեջանի վրա։ Ոչ մի խոսք է։ Բնականաբար դա հիմք է տալիս ենթադրելու, որ առնվազն Ադրբեջանը չի հրաժարվել Հայաստանի դեմ նոր ագրեսիայի մտադրությունից եւ առնվազն Ադրբեջանի ղեկավարությունը ցանկանում է, որպեսզի զինված ուժերը պատրաստ լինեն կատարել իրենց արժեվ դրված խնդիրները։ Հետևաբար նորից եմ ասում, գուցե այս երկու կետերի վերաբերյալ Ադրբեջանի պահանջների ընդունումը եւ ֆորմալ բանակցությունները ավարտելը պայմանավորված է այն գնահատականով կամ կանխատեսմամբ, որ սա ինչ որ չափով նվազեցնում է կամ կարող է նվազեցնել Ադրբեջանի կողմից ռազմական նոր էսկալացիայի հավանականությունը։ Բենյամին, հաջորդ հարցը, որ կուզեի ձեզ հետ քննարկել, խոսքը ԵՄ քաղաքացիական առաքելության մասին է, ինչպես գիտենք, սա համաձայնության հենց մաս էր, այլ ոչ թե չգրված պայմաններից։ Եվ ինչ է ստացվում, ստացվում է, որ կողմերը նշում են, համենայն դեպս հայկական կողմը, որ այդ բոլոր կետերի իրագործումը հնարավոր կլինի, եթե խաղաղության պայմանագիրը կնքվի։ Բայց մենք գիտենք, որ ԵՄ առաքելության հետ կապված Ադրբեջանի շատ բացասական վերաբերմունքը, որը մինչև այսօր էլ նշում է, բայց հայկական կողմը նշում էր, որ նա պատրաստ է դա վերանայել կամ ընդունել ինչ որտեղ ադրբեջանական տեսակետը, եթե սահմանազատում լինի։ Բայց մյուս կողմից սահմանազատումը, ինչպես նշեցինք, առանցին գործընթաց է։ Սակայն այս փուլում էլ Հայաստանը արտգործնախարար Միրզոյանը նշեց, որ կնքումից հետո կարելի է այդ հարցով ԵՄ քաղաքացիական առաքելության հասնել փոխշահավետ լուծումների։ Այսինքն այստեղ հակասություն չի առաջանում Հայաստանի դիրքորոշման եւ ստորագրված այսինքն համաձայնության միջև։
Տեսեք, Հայաստանի դիրքորոշումը գոնե մինչև 2025 թվականի մարտի 13-ը այսպիսին էր, որ դիտորդները կարող են դուրս բերվել միայն սահմանազատված հատվածներից։ Այս բանը սահմանազատված է սահմանի մոտ 1%-ը։ Բոլորն են հասկանում, որ այս process-ը տասնամյակներ է տևում, ինչը նշանակում է, որ Հայաստանի Հանրապետության մինչև 2025 թվականի մարտի 13-ը Եվրամիության դիտորդները, եթե Եվրամիությունը համաձայնվեր, դեռևս տասնյակ տարիներ պետք է լինեին Հայաստանի Հանրապետությունում։ Հիմա արդեն, եթե մենք ընդունել ենք Ադրբեջանի առաջարկները, որ չեն կարող լինել երրորդ կողմի ուժեր, ապա ստացվում է, որ Հայաստանի Հանրապետությունը համաձայնվել է, որ երբ այն պահին, երբ պայմանագիրը ստորագրվի եւ մտնի ուժի մեջ, ապա դիտորդական առաքելությունը պետք է դադարի գործել, չեմ բացառում, որ գուցե, տեսեք, մենք այստեղ խոսում ենք մի բանի մասին, որը ես ինքս նշեցի, որ շատ քիչ հավանական է, որ կստորագրվի պայմանագիրը, բայց դիցուք կատարվում է գրեթե հրաշք դրական իմաստով եւ պայմանագիրը ստորագրվում է, մտնում է ուժի մեջ, չեմ բացառում, որ Հայաստանի Հանրապետությունը փորձի Եվրամիության հետ քննարկել այդ առաքելության մանդատի փոփոխության հարցը։ Այսինքն առաքելությունը կմնա Հայաստանում, բայց մանդատը կարող է ինչ-որ փոփոխությունների ենթարկվել։ Այսինքն դա կարող է դառնալ ոչ թե դիտորդական առաքելություն հայ-ադրբեջանական սահմանին, այլ ասենք Հայաստանին ինչ-ինչ հարցերում ցուցաբերվող աջակցության առաքելություն։ Հայաստանի ներսում արդեն ոչ թե սահման։ Այո, Հայաստանի ներսում։ Վերջին հաշվով Եվրամիությունը տարբեր առաքելություններ ունի, տարբեր պետությունների տարածքներում, եւ դրանց մի մասը այդ պետությունների աջակցության առաքելություններ են։ Կիբերամտանգության ոլորտում, դատական բարեփոխումների եւ տարատեսակ այլ ոլորտներում։ Այսինքն չեմ բացառում, որ արդյունքում, եթե խաղաղության պայմանագիրը ստորագրվի, որը այս պայմանությամբ գրեթե հրաշքի է նման, բայց ընդունենք այն տեղի ունեցել, այո։ Ուրեմն երևի թե կամ ընդհանրապես առաքելությունը պետք է կասեցվի, սա քիչ հավանական եմ համարում, առավել հավանական է մանդատի փոփոխությունը, դա կնշանակի, որ օրինակի համար դիտորդները ոչ թե հիմնականում տեղակայվում են Եղեգնաձորում, Իջևանում, Գորիսում, Մարտունիում եւ այլ իրենց այդ 6 այլ կոտայքում դիցում։ Հա, այլ կոտայքում կամ գուցե Երևանում։ Իհարկե դա կնշանակի, որ երևի թե դիտորդների զուտ անձնակազմի մի մասը կփոխվի, որովհետև մի մասը հենց այսպես ասած փորձ ունեն դիտորդական առաքելությունների, մի մասը կշարունակի մնալ, բայց դա տեխնիկական հարցեր են եւ լուծելի։ Որ մնաց հայկական պահանջը, որը շահկապում էր սահմանազատման հետ, ասում էր, որ ես պատրաստ եմ դիտարկել, եթե այդ տեղերում սահմանազատում է։ Այ Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը դա կզուգակցվի, թե քիչ հավանական է։ Հայաստանի Հանրապետության այդ դիրքորոշումը, որ դիտորդները կհեռանան միայն սահմանազատված տարածքներից, կար մինչև 2025 թվականի մարտի 13-ը։ Հիմա իմ գնահատմամբ Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը սա է, որ եթե ստորագրվում է խաղաղության պայմանագիր, ապա դիտորդներ հայ-ադրբեջանական սահմանին չեն լինի, անկախ նրանից այդ սահմանը սահմանազատված է, թե սահմանազատված չէ։ Ես գոնե այդպես եմ հասկանում։ Հա, այսինքն ընկալումն այնպեսին է, որ արդեն փոխվստահության մթնոլորտ կարող է ստեղծվել ինչ-որ։ Ենթադրաբար, այո։ Ենթադրաբար, այո։ Լավ, խոսեցինք նաև սահմանադրությունից, գիտենք, որ սա միայն ժողովրդական հանրակրվեի միջոցով կարելի է հասնել, ըստ այստեղ բարդ խնդիր չի սպասվում արդյոք իշխանությունների համար։ Տեսեք, ինձ թվում է, սկսած 2020 թվականի նոյեմբերից իշխանությունների առջև միշտ բարդ խնդիրներ են, մնալ իշխանության 2020-ի նոյեմբերի 10-ից անմիջապես հետո, բ հաղթել 2021-ի հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում, գ չեզոքացնել դրանից հետո տեղի ունեցած շարժումները, կար դիմադրության շարժում, հետո սրբազան շարժում, դ շարունակել բանակցությունները Ադրբեջանի հետ, նույնիսկ այն բանից հետո, երբ Արցախը ոչնչացվեց եւ տեղի ունեցավ հայերի էթնիկ զտում, հետեւաբար մի քիչ գուցե տարօրինակ կարող է հնչել, բայց իշխանությունը կարծես թե սովոր է բարդ խնդիրներ լուծել, գոնե իր համար դրական իմաստով։ Հետեւաբար իհարկե խնդիրը բավականաչափ բարդ է, բայց չեմ կարծում անիրականանալի, որովհետեւ տեսեք, մենք արդեն ասացինք ենթադրենք 2026-ի երկրորդ կեսում ենք եւ համադրություն ընդունված է։ Այժմ ենթադրենք, ասենք ընտրությունները պետք է լինեն 2026 թվականի հունիսի 20-ին եւ մենք հիմա 2026 թվականի հունիսի սկզբում ենք։ Սկսվել է նախընտրական արշավ եւ իշխող կուսակցության ներկայացուցիչները հանդիպում են մարդկանց հետ Երևանում, մարզերում եւ ասում են, տեսեք, մենք ունենք խաղաղության պայմանագրի համաձայնեցված տեքստ։ Այս տեքստի ստորագրման միակ խոչընդոտը սահմանադրական փոփոխություններն են։ Հետևաբար, եթե դուք քվեարկում եք մեր օգտին, ապա մենք պահպանում ենք քվեարկում եք մեր օգտին եւ դրանից հետո քվեարկում եք սահմանադրական փոփոխությունների օգտին, այս պայմանագիրը ստորագրվում է եւ վերջապես հաստատվում է հայ-ադրբեջանական խաղաղություն, որին հաջորդում է հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումը։ Տարբերակությունը հանուն խաղաղության։ Այո, տարբերակ 1, իսկ տարբերակ 2, դուք քվեարկում եք ցանկացած այլ ուժի օգտին, այս համաձայնեցված տեքստը դառնում է առ ոչինչ, սահմանադրական փոփոխությունների, այսպես ասենք, խոստումը կամ նախնական պայմանավորությունը դառնում է առ ոչինչ, եւ շատ արագ մենք ունենում ենք նոր պատերազմ։
ինչ որ բան ինձ հուշում է, որ զգալի թվով մարդիկ, ես չեմ կարող հիմա տոկոսների մասին ասել, սա զուտ ինտուիտիվ գնահատական է, բայց զգալի թվով մարդիկ, եթե նրանց հստակ առաջարկվի կամ քվեարկում եք քաղաքացիական պայմանագրի օգտին, հետո սահմանադրական փոփոխությունների օգտին եւ ունենում եք ինստիտուցիոնալիզացված, փաստաթղթավորված խաղաղություն կամ ունենում եք նոր պատերազմ, նորից եմ ասում, իմ զուտ ինտուիտիվ գնահատմամբ զգալի թվով մարդիկ կնախընտրեն քվեարկել ԿՊ-ի եւ սահմանադրական փոփոխությունների օգտին։ Իսկ սահմանադրական փոփոխությունների մասին շատ է խոսում, սակայն հստակ ինչ կարող ենք ասել, ինչ է ենթադրվում դրա տակ։ Ինչքանով ես եմ հասկանում, առնվազն չի ենթադրվում կառավարման կարգի փոփոխություն, այսինքն Հայաստանը կշարունակի մնալ խորհրդարանական պետություն, գուցե ինչ որ փոփոխություններ լինեն, այսինքն վարչապետի լիազորությունների հետ կապված, հիշում եք այդ բոլոր խոսակցությունները, որ այս համանadrությունը ընտրված վարչապետին դարձնում է թագավոր, կարված է մեկ անձի համար եւ այլն, գուցե ինչ որ փոփոխություններ լինեն, գիտեք քննարկումներ կար, որ օրինակի համար պետք է համանadrական դատարանը լուծարել, դրա փոխարեն ունենալ գերագույն դատարան, սակայն ներքաղաքական դաշտից բացի։ Սակայն ակնհայտ է, որ հիմնական խնդիրը հետեւյալն է, արդյոք համանadrությունում լինելու է հղում անկախության հռչակագրի վերաբերյալ, թե ոչ։ Գոնե Ադրբեջանի պահանջը դա է։ Ադրբեջանը դա է։ Իսկ Թուրքիայից կա որոշակի վերապահումներ։ Դա էլ հետաքրքիր, որովհետև երբեմն մենք թուրքական կողմից ենք լսում, որ այ այնտեղ հստակ ֆիքսված չէ Մոսկվայի կամ Կարսի պայմանագրերի ճանաչումը եւ այլն, բայց կոնկրետ Թուրքիայից պահանջներ, որ Հայաստանի Հանրապետության ներկա սահմանադրությունը տարածքային պահանջներ է պարունակում Թուրքիայի նկատմամբ, ես չեմ լսել, իհարկե ավելի շատ Թուրքիայի կողմից մենք լսել ենք հայտարարություններ, որ ինչու ձեր պետական զինանշանի վրա կա Արարատ լեռը, դա էլ է տարածքային պահանջ եւ գուցե պահանջ դրվի Թուրքիայի կողմից, որ զինանշանը պետք է փոխվի։ Մանավանդ մենք գիտենք հիմա այդ բանավեճ, այսպես ասած Արարատ, Արայի, չգիտեմ, Գեղամալեռներ եւ այլն, գուցե, բայց հիմնական խնդիրը դա Ադրբեջանի պահանջն է, որ չպետք է լինի հղում անկախության հռչակագրին։ Հետևաբար պետք է պարզապես սպասել հասնել մինչև ընտրություններ, կարծես թե կառավարությունը խոսում է, որ գոնե տեքստը կհրապարակեն մինչև ընտրություններ։ Ես չեմ կարծում, որ հանրակրվեն եւ ընտրությունները լինեն նույն օրը, բայց չեմ բացառում, որ տեքստը հրապարակվի մինչև ընտրություններ եւ նորից եմ ասում, իշխող կուսակցությունը ընտրության կմասնակցի այդ երկու թղթերը ձեռքը, մեկը խաղաղության պայմանագրի համաձայնեցված տեքստ, մյուսը սահմանադրության նախագիծ, ասելով քվեարկում եք այս երկուսի օգտին, ունենում եք խաղաղություն, այսինքն քվեարկում եք մեր օգտին, ունենում եք խաղաղություն, քվեարկում եք մեզ դեմ, ունենում եք նոր պատերազմ։ Շնորհակալություն զրույցի համար։ Հարգելի հետևորդներ, հիշեցնեմ, որ զրուցում էի Ապրի Արմենիա հետազոտական կենտրոնի ավագ փորձագետ Բենյամին Պողոսյանի հետ։ Շնորհակալություն, կհանդիպենք։